4 գրքի շնորհանդես միաժամանակ մեկ վայրում տեղի ունեցավ Newmec Winterfest 2026-ը տարվա ամենասպասված ձմեռային գրական եւ մշակութային իրադարձությունը։ Գրականության ու արվեստի ձմեռային այս տարվա փառատոնը նշանավորվեց Գոռ Կարապետյանի LinkedIn 101, Հենրիխ Միխիթարյանի Իմ կյանքը միշտ կենտրոնում, Դավիթ Գևորգյանի Իմ պեդանս եւ Ժամը լրատվականի մեր գործընկեր Մարիաննա Հակոբյանի Անունները չփոխել գրքերի շնորհանդեսով։ Անունները չփոխել վեպը լրագրողական հետաքննություն է։ 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքը տարիներ անց դառնում է քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ինչը իրականում տեղի ունեցել, երբ հայտնի падգամավորը, նախարարը եւ սկսնակ լրագրողուհին առանձնանում են նույն բնակարանում, որտեղից են սկիզբ առնում ծանր մանկությունը, հետտրավմատիկ սթրեսը, անպատասխան հարցերը եւ ինչու է բռնաբարությունից ծնված աղջիկը մեծանում իրեն ուղեկցող մշտական կասկածների մեջ։ Գիրքս մի մեծ գաղտնիքի մասին է, որն ընտրել է գրքի կերպարանք, ոչ թե թաքնվելու համար, այլ խոսելու համար։ Եվ սա նաև գեղարվեստական գիրքը խոսելու ձև է։ Եվ դետեկտիվ թրիլեր ժանրն էլ հենց պատրվակ է այդ գաղտնիքների մասին էսթետիկորեն մատուցելու։ Newmec Winterfest 2026-ի շրջանակում տեղի ունեցավ նաև շատերի կողմից սպասված տարվա գլխավոր սպորտային գիրք իրադարձությունը։ 2025 թվականին Իտալիայում լույս է տեսել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, միջազգային ճանաչման արժանացած Հենրիխ Միխիթարյանի հուշագրությունը Իմ կյանքը միշտ կենտրոնում վերնագրով։ Գրքի իտալերեն հրատարակությունից հետո Newmec հրատարակչությունն ու Միխիթարյան ընտանիքը միաժամանակ սկսել են հուշագրության հայերեն թարգմանության եւ հրատարակման աշխատանքները։ Արդյունքում գիրքը առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվեց հենց Winterfest-ի շրջանակում։ Գրքում վճռական մենակի հայ տղայի անցած ուղին է Երևանի Փյունիկից մինչև եվրոպական Գրանդ ակումբներ։ Հենրիխ Միխիթարյանն առաջին անգամ անկեղծորեն պատմում է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվության, թիմի ավագի կապիտանի դերի, եվրոպական ֆուտբոլի կուլիսների եւ իր ընտանիքի մասին։ Իմ կյանքը միշտ կենտրոնում գիրքը ոչ միայն հաղթանակների, այլ նաեւ մակարոնների, խոստումների ու մարդ մնալու մասին է։ Հուշագրությունը Միխիթարյանը գրել է իտալացի գրող ֆուտբոլային կենսագիր Ալեքսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ։ Իհարկե նրա որպես ֆուտբոլիստ անհատականությունը մենք բոլորս տեսել ենք այս տարիների ընթացքում ինչպես է զարգացել, ուր է հասել, բայց մենք այս գրքում կբացահայտենք Միխիթարյանին շատ էմոցիոնալ, հուզական, շատ զգացմունքային եւ անկեղծ տեսանկյունից, որը նա ինքը առաջին անգամ է բացահայտում։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի եւ հոր Համլետ Միխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում եւ շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու եւ փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է։ Ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի եւ երազանքի ուժին։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Ժամը լրատվական։